24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր դադարեցման մասին։ Թրամփը ասում է, որ մինչև նոյեմբերի 27-ը պետք է դադարեցվի, խաղաղության ծրագիր է ներկայացրել, այն 28 կետից է բաղկացած եւ երեք նշել է, որ Ուկրաինան անխուսափելիորեն կկորցնի Դոնբասի մնացած մասը եւ նշել, որ Ուկրաինան հիմա կորցնում է տարածքներ եւ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ, եթե Ուկրաինան չհամաձայնի առաջարկներին, երեք նաեւ Զելենսկին էր տեսաուղերձով հանդես եկել եւ նա ասում է, որ Ուկրաինայի վրա ճնշումն այժմ ամենածանրն է, Ուկրաինան այժմ կարող է շատ դժվարին ընտրության առաջ կանգնել կամ արժանապատվության կորուստ կամ հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկ, կամ դժվարին 28 կետեր կամ չափազանց ծանր ձմեռ, իսկ ամենադժվարինը հետագա ռիսկերն են։ Ինչ խնդիրներ կառաջանան, ինչ որոշումներ կկայացվեն, ինչ է սպասվում։ Հիրնուտես, կարծում եմ ավելի ճիշտ կլինի անդրադառնալ այն խնդրին, նախ անդրադառնալ այն խնդրին, թե ինչ է ցանկանում Տրամպը։ Ես կարծում եմ Տրամպը ցանկանում է, որպեսզի գերտերությունները, որոնք այսօր ձևավորվել են, կարողանան հստակ վերաբաշխել աշխարհը մոտավորապես այնպես, ինչպես Յալթայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ընդհանրապես մեծ պատերազմները բերում են նրան, որ տարիների ընթացքում ձևավորված իրողությունները հնարավորություն են ստանում դրսևորվելու եւ այլևս այդ նոր իրողությունների հիման վրա աշխարհը ձևավորվելու։ Այդպես եղել է բոլոր մեծ պատերազմներից հետո եւ առաջին համաշխարհայինից հետո եւ երկրորդ համաշխարհայինից հետո այդպեսին կարելի է համարել նաեւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որտեղ ըստ էության ոչ Եվրոպան կամ արևմտյան աշխարհը ներքաշված է այս ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ եւ արդյունքում ես կարծում եմ, որ ձևավորվեց մի իրողություն եւ այժմ այդ իրողությունը ակնհայտ է, որը պետք է իր իրավական ձևակերպումները ստանա ապագա տասնամյակների համար։ Ես կարծում եմ հենց դա է տեղի ունենում, որովհետև եւ Ռուսաստանը ցույց տվեց իր կարողությունները եւ Միացյալ Նահանգները ցույց տվեց եւ ցույց է տալիս իր կարողությունները այս ընթացքում չափազանց ակտիվ եւ բարձր է լսվում Չինաստանի ձայնը ու նաեւ Հնդկաստանի ձայնը եւ ես կարծում եմ, որ այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, դա նպատակն է, որ այս իրողությունները ֆորմալիզացվեն, տան սրան ձև, մոտավորապես այնպես, ինչպես ասենք, թե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Յալթայում։ Եվ կարծում եմ եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը, եւ Միացյալ Նահանգները պետք է բավարարված լինեն իրենց մասով։ Եվ դա կարծում եմ պետք է լինի ի վնաս այն մյուս պետությունների, որոնք հայտնվեցին պարտվողների շարքում։ Ես պարտվողների շարքում պետք է համարեմ Միացյալ Եվրոպային, Միացյալ Թագավորությանը, Մեծ Բրիտանիային եւ ուրիշ երկրներին, որոնք չկարողացան ճիշտ ժամանակին ճիշտ կողմնորոշում գալ։ Իսկ սա ես կարծում եմ նոր ձևակերպումներ կարող է տալ նաև ոչ միայն Եվրասիական տարածաշրջանում, այլ նաև Հարավային Կովկասում, աշխարհի մյուս մասերում, որտեղ այս 4 գերտերությունները ունեն իրենց հետաքրքրությունները։ Դա կարծում եմ հատկապես մեր համար չափազանց կարևոր է, որտեղ մենք գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում, տեղացավ մի խայտառակ պատերազմ, այդ խայտառակ պատերազմի հետևանքները դեռ այսօր շարունակում են իրենց զգացնել տալ եւ այն մարտահրավերները, որոնք ծագեցին 18 թվականից Հայաստանից հետո, 18 թվականից հետո Հայաստանի համար, այսօր էլ շարունակում են էական նեգատիվ ազդեցություններ ունենալ մեր ներկայի եւ հատկապես ապագայի համար։ Եվ ես կարծում եմ ճիշտ այնպես, ինչպես Յալթայից առաջ շատ պետություններ, որոնք այդ պատերազմի ընթացքում, երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում
տարբեր դիրքորոշումներ են ունեցել, պատերազմի ավարտի փուլում իրենք հասցրեցին կողմնորոշվել եւ նրանք ովքեր հայտնվեցին հաղթողների շուրջ, նրանք շատ ավելի քիչ դժեցին, քան մյուսները։ Ես կարծում եմ նման խնդիր կծագի նաեւ հիմա եւ ես կարծում եմ, որ այդ պարագայում Հայաստանը պետք է անի քայլեր, որպեսզի հնարավոր նեգատիվ զարգացումներից խուսափի եւ ընդհակառակը փորձի ձեռք բերել հաջողություններ, որոնք կորսվել են այս վերջի 7 տարիների ընթացքում։ Ինչ նեգատիվ զարգացումներ կարող են լինել։ Դե տեսեք, եթե ասենք թե Հայաստանը կանգնի մասնավորապես ուկրաինական տեսակետների պաշտպանողների կողքին, ապա այդ աշխարհի վերաբաժնման ժամանակ ինքը կտուժի, ճիշտ այնպես, ինչպես ասենք թե Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եթե ինքը վարի այնպիսի մի քաղաքականություն, ինչպիսին վարեց Թուրքիան, էլի երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ինքը կարող է շահել, ճիշտ այնպես ինչպես Թուրքիան շահեց այն ժամանակ։ Եվ դա բնական գործընթաց է։ Այսինքն Հայաստանը եւս ընտրության առաջ է կանգնելու։ Եթե ավարտվի պատերազմը։ Ես կարծում եմ ոչ միայն Դե հիմա Հայաստանի մասն է։ Հայաստանը առաջի հերթին, որտեղ իր իրավիճակը հիմա շատ անփառունակ է։ Եվ եթե նույնիսկ որևէ ավելի վատթարացող հանգամանքներ ինքը չստանա, այ ինչը ինքը ունի, իրան լրիվ հերիք է, որպեսզի շարունակի իր դեգրադացիան։ Խոսքը գնում է ոչ միայն սահմանային հարցերում, խոսքը գնում է դեմոգրաֆիկ հարցերում, որտեղ գիտեք պահանջները որ կան Ադրբեջանից։ Խոսքը գնում է իր ապագա կենսական շահերի ոտնահարման տեսակետից, գիտեք սահմանադրություն եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդառաջ դեպի Յալթա 2-ին բոլոր պետությունները պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվեն եւ ստեղծված իրավիճակը ծառայեցնել իրենց ազգային եւ պետական շահերի իրականացման։ Էթում նաև առաջի հերթին Հայաստանը։ Դուք կարծում եք իսկապես պատերազմը կդադարեցվի թե ոչ, որովհետև նախ Զելենսկին դիմում է ժողովրդին, ակնկալելով ժողովրդի պատասխանը, բացի այդ Եվրահանձնաժողովի նախագահն էր խոսել, որ պետք է ամեն ինչ որոշվի նորից հղում անելով ժողովրդին Ուկրաինայի։ Եվ ըստ էության նրանք ուզում են շարունակել պատերազմը, այդ ժամանակ Թրամփն ասում է ես չեմ այլևս աջակցի ձեզ, դուք փաստորեն աջակցեք։ Այսինքն հնարավոր նաև այս սցենարը գործի։ Ակնհայտորեն դա հնարավոր սցենար է, բայց երբ դուք ասում եք, որ իշխանությունները հղում են անում դեպի ժողովրդին, հատկապես ուկրաինական իշխանությունները, պետք է մենք հաշիվ տանք մեզ եւ ասենք, որ այս տարիների ընթացքում իսկապես ուկրաինացիները, ուկրաինական իշխանությունները չափազանց կոպիտ սխալներ գործեցին իրենց պետության եւ իրենց ժողովրդի նկատմամբ։ Որ առումով, որովհետեւ իրանք մտան մի պատերազմի մեջ, պետք է համաձայնվեին դադարեցման։ Իրանք մտան մի պատերազմի մեջ, որի արդյունքը կախված էր ոչ իրենցից, այլ իրենց հովանավորներից։ Դա արդեն շատ խոցելի է։ Դա արդեն շատ խոցելի է, որտեղ հովանավորները կարող են հոգնել, կարող են իրենց տրամադրությունները փոխել, կարող են լավացնել հարաբերությունները։ Իհարկե։ Օրինակ տեսանք ԱՄՆ-ն, փաստորեն Թրամփը Պուտինի հետ լավ հարաբերություններ է փոխում։ Այդ առումով դա շատ խոցելի վիճակ է, շատ խոցելի վիճակ է։ Հատկապես երբ այդ իրենց կողմնակիցները կենսական շահեր իրենց հաջողության մեջ չունեին։ Իրենք ունեին շահեր, որպեսզի այդ պատերազմը շատ երկար գնա, դե երկու հատ սլավոնական ժողովուրդ են, եղբայր ժողովուրդ, իրանց խնդիրները սլավոնների հետ միշտ եղել են բարդ, եթե չասեմ շատ բարդ, եւ որքան այդ սլավոնական ժողովուրդները իրար կոտորեին, այնքան հավաքական արևմուտքի շահը շատ ավելի մեծ կլիներ։ Եվ այս տեսակետից իսկապես այդ խաղը պարտված խաղ էր, ընդհանրապես սլավոնական աշխարհի համար, տվյալ դեպքում ավելի շատ Ուկրաինայի համար։ Եվ հիմա պատերազմի ավարտը այդ իշխանական վերնախավին շատ մղձավանջային ապագա է կանխատեսում, շատ։ Ընդ որում այդ որսում է վերնախավը, դրանք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր չեն, դրանք տասնյակ հազարավոր մարդիկ են
եւ նրանք իսկապես չեն ցանկանա որպեսի պատերազմը շուտ ավարտվի, կարճեն փրփուրներից, որ միգուցե հաջորդ զարգացում իրենց համար Նաև իրենց անձնական շահերից ելնելով առաջի հերթին անվտանգային այո առաջի հերթին դա եւ այդ տեսակետից ես կարծում եմ որ իսկապես այն սխալ իդեպ մեղմ ասած սխալ որտեղ ավելի դաժան ձևակերպումներ կար տալ հաշվարկները որ ունեցել են ուկրաինական իշխանությունները որևէ լավ բանի չեն բերել ուկրաինական ժողովրդի համար ու նրանք վախենում են որ այս փուլում հենց այսպիսի ձևով ավարտվի այս պատերազմը ու հույս ունենալով որ կարող է պատահի զարգացումները բերեն ավելի դրական Իսկ ինչ փոխվեց որ Թրամփը Պուտինի հետ սկսեց հարաբերությունների կարգավորմամբ զբաղվել եւ առաջնահերթությունը ի սկզբանե նաեւ այո դա դրվեց քան թե Ուկրաինայի պատերազմը հաղթանակը Այցան գալուց հետո ասեց որ Բայդենը կոպիտ սխալ է թույլ տվել դա ամերիկյան շահերից չի բխում այս պատերազմում ու թույլ կողմի կողքը կանգնելը սա որևէ հեռանկար չունի չափազանց կարևոր է որ Ռուսաստանը միշտ ասել էր որ եթե իր համար պատերազմը զարգանա շատ նեգատիվ առումով ապա ինքը չի վարանի եւ կօգտագործի իր ատոմային զինանոցը իսկ դա ինքը ասել էր որ կողմի նաեւ այն ուկրաինական պատերազմին աջակիցների երկրների մայրաքաղաքներին մի խոսքով Ռուսաստանի պարտությունը չէր մնա լոկալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի թատերաբեմում իդեպ իմ ասածը բան ակտուալ է նաև հենց այսօրվա իրավիճակի համար եթե հանկարծ իրավիճակը փոխվի օգուտ ուկրաինական ճամբարի Ռուսաստանը չի վարանի ինքը ասել է որ ինքը այդ ատոմային իր հնարավորությունները կօգտագործի դա անհեռանկար բան է եւ նույն ժողովուրդը որի մասին դուք ասում եք երբեք չի համաձայնվի ասենք թե չգիտեմ Լիսաբոնում կամ Մադրիդում որպեսզի իր երկիրը ատոմային զենքի թիրախ դառնա եւ այս առումով կարծում եմ Տրամփի մոտեցումը հենց դրանով էր պայմանավորված եւ այստեղ ես կարծում եմ Տրամփը ճիշտ որոշում է կայացնում Ամերիկայի պետության համար ճիշտ որոշում է կայացնում եւ ինքը գնում է հենց այն ճանապարհով որ ճանապարհով գնաց Ռուզվելտը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ինքը գնում է հենց այդ նույն ճանապարհով դաշինք ուժեղի դաշինք հաղթողի հետ Կարծում եք կստացվի դադարեցնել պատերազմը գիտեք թե վաղ է կանխատեսում նրան ես չեմ ուզում հստակ ասեմ ես կարծում եմ շանսերը մեծ են որտեվ եթե Միացյալ Նահանգները կտրուկ դուրս է գալիս այս պայքարից ապա շատ ավելի մեծ ներդրում պետք է ունենա Միացյալ Եվրոպան այստեղ որը չեմ կարծում որ հեշտ կլինի իրենց համար որտեղ իրենց մոտ էլ դժգոհություններ կան եւ այդ պարագայում արդեն պատերազմի ավարտը շատ ավելի դաժան կարող է լինել հենց Միացյալ Եվրոպայի համար հաղթել միջուկային գերտերությանը տրամաբանական չի Հայ-ադրբեջանական հարաբերությունները որ փուլում են, ինչ է սպասվում, արդյոք այդ պայմանագիրը կկնքվի թե ոչ, Ֆիդանի հայտարարությունները նաև հնչեցին, նրանք անընդհատ հայ-թուրքական հարաբերությունները կապում են Ադրբեջանի հետ հարաբերություններով, այնտեղից ասում են սահմանադրությունը փոխեք, մի բան, որը հիմա չի հնարավոր չէ իրականացնել այդքան արագ եւ հարց է թե արդյոք այդքան քվե կստանա սահմանադրությունը փոխելու համար, ինչ է սպասվում, ինչ կլինի Տեսեք, ինչ վերաբերվում է Թուրքիայի դիրքորոշմանը, դա նորություն չի, ինքը միշտ բայց անընդհատ, այսինքն չի փոխում այդ դիրքորոշումը։ Այո, շատ հետևական է եւ ասում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները ածանցյալ են հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ դա միայն հարգանքի է արժանի այդ հետևական դիրքորոշումը։ Իրենք ասում են, որ դա երկու պետություն մեկած եւ այս դիրքորոշումը իրենք ապացուցել են այս բոլոր հետ խորհրդային տարիների ընթացքում շատ մեծ ներդրում են ունեցել բանակի կազմավորման հարցում, շատ մեծ ներդրում են ունեցել քաղաքական դպրոցի շկոլայի ձևավորման հարցում եւ շատ մեծ աջակցություն են ունեցել դիվանագիտական ճանապարհին, հետեւաբար իրանք իսկապես իրենց դիրքը որպես եղբայր Ադրբեջանի նկատմամբ իրականացրել են Ես կարծում եմ, որ այն իրողությունները, որոնք այսօր առկա են հայ-ադրբեջանական արդեն շփման գծում, իդեպ շփման գծում ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, դիվանագիտական,
որևէ լավ բան չեն խոստանում Հայաստանին։ Եվ ճնշումը իսկապես Ադրբեջանը կխորացնի, դա շատ տրամաբանական է, մինչև Հայաստանը ըստ էության զրկվի իր ինքնիշխանությունից, կփոխվի սահմանությունը, եթե այսպես շարունակվի, կփոխվի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հստակ ընդգծված դերակատարումը մեր սահմանության մեջ, այն 300,000 ադրբեջանցիները, որոնց մասին խոսում է, դրանք կգան, դրանք կհայտնվում են ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանի տարածքում, այդ թվում Երևանում, այդ իրավիճակում հնարավոր են բնականաբար անխուսափելի են խեղճ-դժություններ, եւ այդ խեղճ-դժությունների արդյունքում իսկապես տեղ կունենա այն ինչ որ Թուրքիան արեց Կիպրոսում, ինքը կասեց, որ իմ ազգակիցների անվտանգությանը ապահովելու համար ես պարտավոր եմ զորք մտցնել Հայաստան։ Իդեպ պետք է ասել, բայց ասում են այդ մասով քննարկումներ չկան, իրատեսական չի որ դա կլինի, ուղղակի Ադրբեջանի նախագահը իր ժողովրդի համար է այդ մասին խոսում։ Ով է այդպես Միրզոյանն է վստահեցնում, ասում է օրակարգում նման հարց չկա, մենք բանակցություններում դա չենք քննարկում։ Մենք պետք է հիմա քննարկենք Միրզոյանի ասածները։ Այդ Միրզոյանի որ ասածներն են կյանքի կոչվել։ Իր եւ իր տիրոջ ասածները ճիշտ հակառակն են եղել իրականությանը եւ հետեւաբար չի կարելի քննարկել իրանց ասածները, դա սխալ մոտեցում է ընդհանրապես։ Հիմա ինչ է սպասվում։ Սպասվում է մի բան, որ մենք պետք է վռնդենք այս ազգակործաններին։ Դա է փրկությունը իրավիճակի հանգուցալուծումը, դա է մենք ժողովուրդը պետք է համախմբվի եւ սրանց վռնդի իշխանությունից։ Ինչպես ընտրություններով։ Տեսեք, երկու ճանապարհ կա, մեկը շատ ավելի պարզ ընկալելի ձև է, բարդ ձև է, բայց պարզ ու ընկալելի է, դա իմպիչմենտի ճանապարհն է։ Այստեղ պրոբլեմին միջամտողների քանակը, արտաքին աշխարհից ճնշումները շատ ավելի փոքր են լինելու, բայց դե այստեղ մենք պետք է կարողանանք հաղթահարել այդ անհրաժեշտ ձայների բացակայությունը, որը 50% պետք է մենք ունենանք նոր այդ process-ը գործնական հունի մեջ մտցնենք։ Դա հեշտ խնդիր չի։ Մինչև հիմա տեսեք մենք ընդհանրապես 6-7 պատգամավորով սկսեցինք, հիմա ամբողջ դիմադիր դաշտը կանգնած է գաղափարի կողքը, երկու խմբակցությունում չգտնվող պատգամավորներ եւս այստեղ են, բայց ելի շատ աշտանք կա կատարելու մինչև 50% հավաքելը։ Եթե այս տեմպերով գնա, արդեն ընտրությունները կգա։ Հիմա եթե ընտրություններից խոսենք, ինչն է շատ կարևոր, նորից եմ ուզում ֆիքսեմ, ընտրությունների խնդիրների մասին մենք ասենք, սա շատ պարզ ու հստակ մի բան է, որտեղ խարդավանքներ, միջամտություններ դժվար են պատկերացնել։ Ինչ վերաբերում է ընտրություններին, այ որպեսզի մենք հասկանանք ինչ են սպասում մեզ ընտրություններում, պետք է անդրադառնանք Վարշապատի խնդրին։ Տեսեք, բոլոր հարցումները, որոնք արվում են եւ ներքին կազմակերպությունների կողմից եւ միջազգային, ասում են, որ այս իշխանության աջակիցների քանակը շուրջ 15% է։ Ինչ ապացուցեց Վարշապատը, եթե մենք նայենք իր աջակիցների քանակին, ապա եթե ոչ թե մասնակիցների, այլ ընդհանրապես ցուցակում ներգրավվածների իր աջակիցները 22% էին, այսինքն 7%-ով ավել էր իր ստացած ձայները իշխանության տեխնացուի, քան պետք է լիներ, 15-ից ավել չպետք է լիներ։ Ես խոսում եմ ոչ թե մասնակիցների, այլ ամբողջ ցուցակի մասին։ Եվ հետեւաբար հարց է առաջանում, այդ 7%-ը որտեղից ծլեց։ Սա շատ կարևոր հարց է։ Իսկ այդ 7%-ը այն անասելի ռեպրեսիաների արդյունքում էր, որը իրականացվեց իշխանության կողմից հարկային, ոստիկանական, ուրիշ ուժային կառույցների կողմից տարբեր տեսակի տնտեսվարողների նկատմամբ, տարբեր տեսակի պետական ծառայողների նկատմամբ, սովորական քաղաքացիների նկատմամբ, տեսեք ինչ զարհուրելի բաներ էին լինում։ Ընտրությունից մեկ օր առաջ
մեծ նախախմբություններ կատարվում իշխանության ներկայացուցիչ իշխանության տեխնացուի կողմից, այդտեղ նվերներ էին բաժանվում, մեկի նույնիսկ $10,000 Քարոզարշավից առաջ 1 օր։ Այո, քարոզարշավից 1 օր առաջ, որը արգելված է օրենքով, այդ օրենքը թույլ է տալիս այդ պարագայում ընդհանրապես այդ ցուցակը չներառել քվեաթերթիկի մեջ։ Ընտրության ժամանակ հոսանքի անջատումներ տեղի ունեցան, քարոզարշավի կոպիտ, օրենքի կոպիտ խախտումներ տեղի ունեցան։ Եվ ի՞նչն է հետաքրքիր, այս ամենի հետ կապված որևէ միջազգային կառույց իր վրթովմունքը չարտահայտեց։ Այս ամեն ինչը մեզ սպասելու է համապետական ընտրություններին, մենք պետք է պատրաստ լինենք, որ ոչ թե բնական իր 15%-ը ինքը կստանա, այլ այսպիսի ռեպրեսիվ քայլերով ինքը կստանա շատ ավելի քան 15%-ն։ Այստեղ արդեն Եվ ինչ պետք է անել այս դեպքում։ Շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունը համախմբվի եւ իր ամբողջ ներուժը ներդնի այդտեղ, որտեղ բացի այստեղ գործնականում միայն դաշնակցությունը եւ երկրորդ նախագահի թիմն էին մասնակցում վաղաշաբաթի ընտրություններին։ Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը իր երրորդ նախագահով մասնակցի, Բարգավաճ Հայաստանը մասնակցի, նոր ձևավորվող մեր ձևով շարժումը մասնակցի, ես կարծում եմ, որ իրավիճակը կտրուկ կփոխվի։ Հատկապես կփոխվի այն պատճառով, որտեղ 56%-ը կոնկրետ վաղաշաբաթում չմասնակցեց։ Այդ չմասնակցածների ձայները ես կարծում եմ հենց այն ձայներն են, որոնց պետք է հավակնեն իմ նշած 3 մեծ հզոր ընդդիմադիր ուժերը։ Եվ եւս մի բան, որը եւս շատ կարևոր եմ համարում, պետք է հասնել նրան, որ ընտրություններին մասնակցեն միայն այն ընդդիմադիր ուժերը, որոնք մեծ հավանականությամբ կհաղթահարեն շեմը, որտեղ եթե շեմը չեն հաղթահարում եւ չեն մտնում խորհրդան, ապա իրենց ձայները փոշիացվում է եւ ըստ էության նրանց մասնակցությունը ընտրություններին վնաս է բերում ընդդիմադիր ուժերին։ Իսկ մեր նպատակը բոլոր ընդդիմադիրների համոզված եմ, առաջին նպատակը պետք է լինի այս իշխանությունից ազատվելը։ Սեփական վարկանիշը կամ ստացած ձայները երկրորդական պետք է լինեն։ Առաջինը պետք է լինի այն համակցված քայլերի տրամաբանության մեջ, որպեսզի հնարավորինս ավելի մեծ հավանականությամբ մենք կարողանանք այս ազգակործաններին հեռացնել իշխանությունից։ Բայց արդյոք հեշտությամբ կկարողանան ընդդիմադիր ուժերը մասնակցել ընտրությունների, որովհետև արդեն մի քանի անգամ հնչել է հայտարարություն, որ հնարավոր է որոշ նախ Փաշինյանի բերանից է հենց հնչել այդ հայտարարությունը, որ որոշ ընդդիմադիր ուժեր հնարավոր է որ չմասնակցեն ընտրություններին, եւ նաեւ վերջերս Փաշինյանն ասում էր ճեպազրույցի ժամանակ, ովքեր Հայաստանի Հանրապետությունը տարել են դեպի թակարդ, ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն եւ քաղաքական դաշտում տեղ չունենան, եւ նա համոզված է, որ այդպես է լինելու է, այսինքն նրանք էլ ովքեր որ մասնակցելու են, նրանք էլ դուրս են մղվելու։ Իհնե մեր խոսակցությունը Դա քարոզչական բնույթ ունի, հասկանալի է, բայց այն ինչ որ իրենք ասում են։ Երկրորդ անգամ պետք է ասեմ։ Այս խմբակի ղեկավարների մտքերը պետք չէ որ մենք նույնիսկ քննարկենք։ Բայց այն մտադրությունները, որ նրանք ունեն, որոշ խորհրդակցությունների թույլ չտալու մասնակցել։ Ավելի դուրս մտադրություն են ուզում Հայաստանը Երևանստան դարձնել։ Այդ ձեր ասածները Հայաստանը Երևանստան դարձնելու քայլերն են։ Պետք չի քննարկել այս ազգակործանների մտքերը, դրանք վնասակար են, դրանք մեր պետությանը, մեր ազգին միայն տառապանք են բերել։ Բայց դուք տեսնում եք այդ խնդիրը, որ դրված է իշխանության առաջ, որ հնարավորության դեպքում այնքան գեղեցիկ ձևակերպում դրված է իշխանության առաջ իրենց տերերի կողմից, թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից այդ ձևակերպումը, որ դրեցիք, դրված է այսօրվա վայ իշխանության առաջ, որպեսզի իրենք անեն այն, ինչ որ դուք ասեցիք, իրենց շուրթերով հնչում են։ Իսկ այն ձևակերպումը, որի վրա այդքան վստահ են, որ զզվել է ներկա նախկին այս դիսկուրսի ժողովուրդը եւ պատճառ եւ այդ զզվանքը արտահայտվելու է ընտրություններով, որ հեռացնեն ընդդիմությանը։ Դե շատ պարզ է, թե ումից են զզվել։ Եթե իրենք ընդհանրապես 15% վարկանիշ ունեն, 15%, երբ առաջ իրենք ունեին շուրջ 90%, նո ակնհայտ է թե ումից են զզվել։ Ընդ որում զզվել բառը ես կարծում եմ շատ զգայական է, բայց շատ ավելի ճշգրիտ ձևակերպումը թե ումից են իրենք խափնվել։ Ումից են խափնվել ճիշտ այնպես, ինչպես խափնվում են բոլոր երկրների քաղաքացիները,
որտեղ տեղի ունենում գունավոր հեղափոխություն։ Դա հայկական մեր ժողովրդի առանձնահատկությունը չի, դա այդ տեխնոլոգիայի առանձնահատկությունն է, եւ այդ տեխնոլոգիան ունի իր սպառման ժամկետը։ Այ սպառումը եկել է, ինչպես ուրիշ երկրներում, Վրաստանում եւ մյուս այն երկրներում, որտեղ դա տեղի ունեցել գունավոր հեղափոխություն։ Հիմա էլ Հայաստանում է եկել։ Եվ մնացել է ընդհանրապես ադմինիստրատիվ ռեսուրսը ու ընտրախախտումները, ադմինիստրատիվ ռեսուրս պլյուս ընտրախախտումներ։ Եվ իրենք դա գիտեն, փայլուն գիտեն։ Եվ այդպիսի մանիպուլյացիաներով փորձում են ժողովրդին հերթական անգամ շեղել իրական պատկերից։ Ընտրություններին ինչ ռազմավարություն ընդդիմությունը պետք է որդեգրի։ Ես կարծում եմ ընտրություններին ընդդիմության բոլոր կարող ուժերը պետք է մասնակցեն, բոլոր կարող ուժերը պետք է մասնակցեն։ Ընդդիմության այն հատվածը, որը համոզված չի, որ ինքը կհաղթահարի շեմը, նվազագույն շեմը, պետք է միավորվի կամ իրար հետ։ Այսինքն ձևավորված 3-4 ուժ, 4-5 ուժ կամ լինեն խոշոր։ Կամ նրանք պետք է միավորվեն իրար հետ, որպեսզի հաղթահարեն այդ շեմը, կամ պետք է միավորվեն այն 4-5 հզոր ուժերի հետ, որոնք մեծ հավանականությամբ կհաղթահարեն այդ շեմը։ Դա առաջինը։ Երկրորդը իրենք պետք է մասնակցեն այդ ընտրություններին, որպես ոչ սեփական առաջնությունը ֆիքսելու, այլ ընդհանուրի հաղթանակը ֆիքսելու։ Այսինքն պետք եղած դեպքում համախմբում տեղի ունենա։ Գիտեք, համախմբում պարտադիր չի։ Ընտրություններից համախմբում պարտադիր չի։ Ընդհանուր քաղաքականություն պետք է վարեն, որ ասենք թե կարող է պատահի ինչ որ պարագայում պետք է մեկը մի քիչ հետ քաշվի քարզարշավում եւ դաշտը տա մեկ ուրիշին, որը այդ բնագավառում շատ ավելի հաջողակ է։ Եվ ես կարծում եմ այդ պարագայում հաջողությունը իրեն սпасել չի տա, որովհետև օբյեկտիվ պատճառները իշխանությունն էլ է այս մեթոդների դիմելու, այնպես չի, որ իրանք միայնակ են գնալու չեն լինելու ուժեր, որոնք միանան նրանց, աջակցեն նրանց, այսինքն այս սցենարները նաև նրանք են դիտարկում։ Միանշանակ դուք լավ միտք ինձ հուշեցիք, հիմա կանդրադառնամ նաև երկրորդ մտքին, բայց հիմա առաջինին, բայց այդուհանդերձ այն բոլոր ուժերը, որոնք այսօր սատարում են, նրանց գումարը 15%-ից կամ 20%-ից ավել չի կարող լինել։ 80-85%-ը դրսում է եւ նրանք երբեք չեն սատարի սրանց։ Երբեք։ Խնդիրը կայանում է նրանում, որ ընդդիմությունը կարողանա այդ իշխանությանը չսատարողների վստահությունը իր կողմը բերել։ Իսկ դրա հնարավորությունը կա։ Իսկ հիմա ուզում եմ անդրադառնամ ձեր այն մտքին, որ իրենք եւս այդ ամեն ինչը գիտեն։ Տեսեք, շատ լավ հարց եք տալիս, որովհետև իսկապես իրենք փայլուն նախընտրական կամպանիա, գիտականորեն հիմնված կամպանիա իրականացրեցին վաղարշաբաթում։ Իրենք առաջ չէին մղում իրենց այդ տեխնացուի քաղաքական պատկանելիության հարցը։ Հայտնի ԿՊԱ-ականներ չէին մասնակցում նրա քարզարշավին։ Շեշտը դրված էր իր անձնական խարիզմայի վրա, իր գերդաստանի աջակցության, իր հոր մեծ հերոսությունների վրա եւ ծանոթ մարդիկ ասում են, որ շատ մարդիկ ովքեր ձայն են տվել այդ տեխնացուին, իրենք ապագայում անակնկալի կգան, որ փաստորեն այդ տղան ԿՊՆ է ներկայացնում քաղաքացիական պայմանագիրը։ Ճիշտ նույն բանը չի կարելի ասել ցավոք սրտի ընդդիմության կողմից իրականացված քարզարշավի հիմնավորվածության տեսակետից, որտեղ օրինակ ասենք թե Հայինի կուսակցության ներկայացուցիչը, որը շատ բարձր անձնական ռեյտինգ ուներ վաղարշաբաթում, նույնիսկ չկարողացավ նվազագույն շեմը հաղթահարել եւ բոլոր վերլուծաբանները ասում են, որ սրա հիմնական պատճառը այն է, որ այն թիմը, որ իր քարոզությունն էր կարգավորում, սխալ տակտիկա էր ընտրել եւ այդ սխալ տակտիկան բերեց այդպիսի վատ արդյունքների։ Այն բոլոր 4-5 հզոր դիմադիր քաղաքական ուժերը, որոնք պետք է մրցակցեն մրցապայքային, իրենք անպայման պետք է ունենան մասնագիտական։ Իդեպ Հայաստանում իրենց մասնագիտական կարողությունների դրական արդյունքները արձանագրած խորհրդատուներ։ Եվ այդ պարագայում ես կարծում եմ, որ օբյեկտիվ պատկերը այն պետք է լինի, որ սրանք պետք է դուրս մղվեն իշխանությունից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։